Խորհրդային տարիներին Սարսանգի հիդրոհանգույցը կառուցվել էր ավելի շատ ոռոգման համակարգն ընդլայնելու նպատակով։ Անկախության հռչակումից հետո Սարսանգի արդեն ոչ թե ոռոգման, այլ էներգետիկ հնարավորություններն են օգտագործվում, ոչ թե պարզ քմահաճույքից, այլ անհրաժեշտությունից ելնելով։ Մենք ստիպված ենք օգտագործել Սարսանգի ջրամբարը որպես էներգոհանգույց, որպեսզի մեր կարիքները բավարարենք։ Սարսանգի թեման Ադրբեջանը շահարկում է արդեն ավելի քան 2 տասնամյակ։ Պաշտոնական Ստեփանակերտն էլ այդ ողջ ընթացքում հայտարարել է, որ որպես բարի կամքի դրսևորում պատրաստ է քննարկել Սարսանգի ջրերից որոշակի քանակություն բաց թողնելու հարցը։ Պաշտոնական Ստեփանակերտը 1998 թվականից սկսած առաջարկում է ուրեմն Սարսանգի ջրերի մի մասը տրամադրել Ադրբեջանին, իհարկե ոչ ձրի, ոչ այսպես համատեղ օգտագործման այսպես կարգավիճակով, որովհետև դա հնարավոր չէ եւ դա այդպես չի էլ կարող լինել, ուղղակի որպես այսպես տարածաշրջանում կայունության եւ խաղաղության պահպանման մի գործոն, ինչպես նաեւ փոխշահավետ այսպես համագործակցության հիմք։ Հարցի քննարկման նպատակով ժամանակին անգամ Ստեփանակերտի եւ Բաքվի ներկայացուցիչները հանդիպել են, սակայն անարդյունք։ Բաքուն հրաժարվել է համագործակցությունից։ Համագործակցությունից հրաժարվել է շահարկումներից ոչ, հարթակն էլ վերջին շրջանում ԵԽԽՎ-ն է դարձել։ Բոսնիացի падգամավոր Միլիցա Մարկովիչը իր հեղինակած զեկույցում Արցախին մեղադրում է Ադրբեջանի սահմանամերձ շրջանները միտումնավոր ջրազրկելու մեջ։ Սարսանգի ջրամբարի վերաբերյալ զեկույցը հայկական կողմերը ի սկզբանե որակել էին կողմնակալ եւ պատվիրված։ ԵԽԽՎ սոցիալական հարցերի հանձնաժողովում զեկույցի ներկայացման եւ ընդունման ընթացքը միայն հաստատեց այդ գնահատականը։ Այստեղ մենք չենք տեսնում այսպես համապարփակ մի մոտեցում, օբյեկտիվ ինչ որ մի փաստաթուղթ, ստեղ կա ուղղակի մի այսպես զեկույց, որը պատրաստվել է Ադրբեջանի ԱԳՆ-ում կամ նախագահական, որ նման մոտեցումները պարզապես ունեն սուբյեկտիվ բնույթ եւ նրանցից իրոք խավիարի հոտ է գալիս փոխաբերական իմաստով։ Դավիթ Բաբայանը պարզապես ցավում է, որ նման բանաձևեր ընդունվում է Եվրոպայում, որն այսօր բողոքում է ահաբեկչությունից, իսկ Արցախը Ադրբեջանի պես հարևան ունենալով ստիպված է եղել տասնամյակներ շարունակ պայքարել ահաբեկչության դեմ, այդ թվում ջրամատակարարման ոլորտում։ Թունավորվում է մեր գետերը, դրա համար բարձրացել է քաղցկեղի հիվանդների քանակը, թունավորել է նաև 1990 թվականին Ստեփանակերտի ջրամատակարարման ցանցը։ 16 կողմ 9 դեմ ձայների այս հարաբերակցությամբ է ԵԽԽՎ սոցիալական հարցերի հանձնաժողովը որոշել Սարսանգի վերաբերյալ վիճահարույց զեկույցը ներառել վեհաժողովի ձմեռային նստաշրջանի օրակարգում։ Ոչ միայն կողմ քվեարկողները, այլև զեկույցի հեղինակը քննարկման թեմա դարձած Սարսանգը չեն տեսել։ Պաշտոնական Ստեփանակերտը նոյեմբերի կեսերին ԵԽԽՎ սոցիալական հարցերի հանձնաժողովում զեկույցը ներկայացնելուց մոտ 1 շաբաթ առաջ է վեհաժողովի քարտուղարությունից պաշտոնական գրություն ստացել Միլիցա Մարկովիչի Արցախ կատարելիք այցին աջակցելու խնդրանքով։ 2 օր անց նոյեմբերի 18-ին Արցախի դրական պատասխանն է ուղարկվել ԵԽԽՎ, եւ դա հակառակ ընտրված կանխակալ վերնագրին եւ անթաքույց ադրբեջանամետ պահվածքին, սակայն Մարկովիչը այդպես էլ Արցախ չեկավ։ Ցավալի է, որ ԵԽԽՎ-ի կոնկրետ այդ ստորաբաժանումը, որը պետք է օբյեկտիվ մոտեցում ցուցաբերեր, այսպես կոչված զեկույցի վերաբերյալ ընդհակառակը փաստորեն աջակցում է ագրեսորին։ Երևույթը բացական գնահատելով հանդերձ Դավիթ Բաբայանը վստահ է, անգամ ընդունվելու դեպքում նման զեկույցները որևէ հետևանք ունենալ չեն կարող։ Նման զեկույցները որևէ քաղաքական իրավական նշանակություն չունեն։ Դա լոկ խորհրդատվական ուղղակի այսպես մի նույնիսկ փաստաթուղթ էլ չէ, ուղղակի մի կարծիք է ավելի շուտ։ Նման բանաձևեր Բաքուն նախկինում էլ կարողացել է գնել, բայց միայն այդքանը։ Նորեր Հովսեփյան, Արտավազդ Գրիգորյան, օր 2005 թվականին ունեն մի հատ